Լավ տարի ելել։ Առատ բերք ստացալ, գյուղի երիտասարդ աշխատողի համար տուն են գնել, ճանապարհը պատրաստել հովանավորի միջոցով եւ գյուղի վերևից միջը եկեղեցին։ Սուրեն Բաբայանը շարքային բնակիչների տեսած փոփոխություններն է թվարկում, պաշտոնական թվերը հաշվետու ժողովում համայնքի ղեկավար Մեհեր Խաչատրյանն է ներկայացրել։ Փոքրիկ գյուղի բնակիչների մեծ մասը Խաչատրյան ազգանունն ունի, 35 տնտեսություն ունեցող Ծակուրիում անասնագլխաքանակը աճում է, անկարգապահ անասնատերերի նկատմամբ այսուհետև ավելի խիստ են լինելու, տուգանքների չափերը համայնքային ավագանին կսահմանի։ Գյուղում ջրամատակարարման կարգավորման ուղղված քայլեր արվել են, եկել են չափել, անգամ խողովակներն են ուղարկել, բայց հարցը դեռ չլուծված է մնում։ Փոխվարչապետը համալիր լուծում է խոստանում։ Մինչև 200 բնակիչ ունեցող գյուղերի ջրի ապահովման խնդիրները դրվելու է համայնքի ուժերի վրա։ Մեր կողմից տրամադրվելով ինչ-որ չափի նաև փոխհատուցումներ, խողովակի տեսքով կլինի, էլեկտրոդի տեսքով, թե աշխատանքի տեսքով։ Իսկ 200 եւ ավել բնակիչ ունեցող գյուղերում կատարվելու են հստակ նախագծային աշխատանքներ եւ կապիտալ ներդրումներ են իրականացվելու սահմանված կարգով եւ երկարաժամկետ պլանավորման տիրույթով։ Այս դեպքում մնում է ճիշտ իմանալ համագյուղացիների թիվը եւ սպասել։ Один ամենը փոխվել է, փիշի շատ լավ, մենք այսպես խաղացություն կան Ղարաբաղը կան։ Եզամ շարքը զաման խաղի Ղարաբաղն է։ Ավելի լավ օրերի են սպասում, բայց եղածից էլ չեն դժգոհում Մարիամաձորի տղամարդիկ, ինչպես Ծակուրիում, այնպես էլ Մարիամաձորում հանդիպումը բացօթյա է անցկացվել, ինչը ոչ միայն բարենպաստ եղանակի, այլև համայնքապետարանի բացակայության փաստն է հաստատում։ Այդ խնդրի լուծմանը դեռ հարկ կլինի սպասել, իսկ ահա հողերի մշակման արդյունավետությունը բարձրացնելու ուղղությամբ անելիքներում չպետք է սպասել։ Արդեն Մարիամաձորում հնչած հարցերին ի պատասխան հորդորել է փոխվարչապետը։ Այս դուրակում գյուղտեխնիկայի քանակը լիուլի բավարար է։ Այլ հարց է, որ տեխնիկայի սեփականատերերին ձեռնտու չէ մանր հողակտորներում անկանոն գրաֆիկով աշխատելը։ Միավորվեք եւ ձեզ համար հեշտ կլինի եւ տեխնիկայի սեփականատերերի եւ ի վերջո պետության տրամադրած աջակցությունը վերահսկելի եւ նպատակային կդառնա։ Զբաղվում են մեր մարդիկ, ճիշտ է, խոշոր ֆերմեր չեն, սեփականություն չունեն խոշոր հեկտարներով, բայց ամենը իրանց սեփականացրած հողատարածություն մշակում են։ Սա էլ ջրակուսի նախորդ տարվա ձեռքբերումների գնահատականն է։ Այստեղ էլ հողակտորները դեռ չեն միավորվել, նոր կուլտուրաների մշակությամբ են սկսել զբաղվել եւ արդյունքներից գոհ են։ Շրջվարչակազմի ղեկավարն է դժգոհ, բոլոր հնարավորությունները չեն օգտագործվում։ Խոսքը առաջին հերթին անասնապահության մասին է։ Ենթաշրջանային զարգացման ծրագրերում ջրակուսիները ակտիվ չեն ներգրավել։ Համայնքի ղեկավարը պատճառներն է թվարկում, շրջվարչակազմի ղեկավարը տեղեկացնում, առաջիկա ամիսներին ծրագրի հերթական փուլն է սկսվելու, որի արդյունքները գնահատելու հնարավորություն կլինի 2014 թվականին։ Նորեր Հովսեփյան, Բենյամին Ղարախանյան, օր։